Անուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբով, ամեն։ Մարդկությունը Նոյի ժամանակ այնքան մեծ չարիքների մեջ ընկավ, որ ամբողջ աշխարհը ջրհեղեղով վերացավ, ոչնչացավ։ Փրկվեց միայն Նոյը, իր ընտանիքը, 3 որդիները եւ 3 որդիների կանայք, Նոյը եւ իր կինը, 8 հոգի։ Եվ ինչպես փրկվեցին։ Տապանը մտան։ Տապանը փրկեց ջրհեղեղից Նոյին իր ընտանիքի հետ։ Իսկ ով տապանից դուրս էր, ջրհեղեղով վերացավ։ Եվ երբ տապանը իջավ Արարատ լեռան վրա, երբ որ ծիածանը երևաց, ծիածանն ինչ էր, հաշտության նշան էր, երբ անձրև էր գալիս, 1 տարի գրեթե ամբողջ մարդկությունը, ամբողջ երկիր մոլորակը ջրերի մեջ ոչնչացավ եւ 1 տարի լրանալուց հետո նոր միայն անձրևները դադարեցին եւ երկնակամարում ծիածանը երևաց, որն հաշտության նշան է եւ այդպես Նոյան տապանը հանգրվանեց, խաղաղվեց, ընտանիքը դուրս եկավ տապանից եւ առաջինը տեսան ծիածանը երկնակամարում եւ ուրախացան եւ հենց ծիածանն էլ դարձավ հաշտության խորհրդանիշ։ Իսկ այսօր աշխարհը մարդիկ ալեկոծության մեջ են, մեղքի մեջ են, այո։ Այսօր կարիք կա Նոյան տապանի, այո։ Այսօր ինչպես այն ժամանակ ամբողջ աշխարհը ծովի մեղքի ալեկոծության մեջ է, ինչպես Մեսրոպ Մաշտոցն է ասում, ծով կենցաղույս զիս հանապաս ալեկոծ է։ Այս աշխարհի ծովը մեզ միշտ ալեկոծում։ Եվ Նոյան տապանը Սուրբ եկեղեցին է, որտեղ մենք կարող ենք մտնել եւ ջրհեղեղներից փրկվել։ Ինչպես Նոյան տապանը եռահարկ էր, առաջին հարկում կենդանիները, երկրորդ հարկում մարդիկ, երրորդ հարկում թռչուններ։ Այդպես էլ եկեղեցին եռահարկ է, սրահ, ատյան եւ խորան։ Սրահում մենք հավատացյալներս ենք, ատյանում քահանաները, իսկ պատարագին հրեշտակներն են սպասանում Սուրբ Սեղանին, Սուրբ Խորանին։ Ուրեմն եկեղեցին Նոյան տապանն է։ Եթե մենք ուզում ենք այս աշխարհի ալեկոծությունից փրկվել, ապա պետք է մտնենք Նոյան տապան, փակենք դռները, մեր միտքը, մեր զգայարանները եւ այդպես այստեղ ապահով խաղաղ կլինենք։ Եվ երբ անձրևները դադարեն, երբ փորձությունները, նեղությունները ընկրկեն, այն ժամանակ երկնակամարում կերևա ծիածանը։ Մեր երկնակամարը որն է, երկինքն է, իսկ ծիածանը ով է, Սուրբ Աստվածածինն է, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Մեր հաշտության միջնորդը մեր Տերը Հիսուս Քրիստոս է, իսկ հաշտության խորհրդանիշը ով դարձավ, Սուրբ Աստվածածինը խորհրդանիշ եղավ, որտեղ Աստվածածին Մարիամը ծնեց Հիսուսին եւ Աստծո միածին որդվով մենք փրկվեցինք մեղքի իշխանությունից։ Աստծո միածին որդին իրեն զոհաբերեց եւ մարդկությունը ազատագրեց եւ խորհրդանիշը ծիածանը եղավ։ Երբ է ծիածանը երկնակամարում երևում, երբ որ անձրև է եւ անձրևը դադարում է։ Այդպես էլ երբ է Աստվածածինը երևում մեր երկնքում, երբ որ մենք նեղությունների, դժվարությունների մեջ ենք եւ անձրևում ենք, արտասվում ենք, աղոթում ենք, ջերմերանդորեն, այն ժամանակ անձրևը դադարում է, մենք մխիթարվում ենք Սուրբ Հոգով եւ անմիջապես ծիածանն է երևում։ Գույներով է զարդարված ծիածանը։ Ոմանք ասում են 3 գույն է, ոմանք ասում են 7 գույն է, եւ այդ 7 գույները Սուրբ Հոգու 7 արփյան շնորհներն են։ Ծիածանի այս գույները
Սուրբ Աստվածածնի շնորհներն են, որով զարդարված է եւ անմիջապես ծիածանը երևում է մարդիկ ուրախանում են։ Այդպես էլ երբ որ անձրևը դադարում է Սուրբ Աստվածան եւ փորձությունները, նեղությունները եւ հառաչանքն ու հեծությունն ու ողբն ու կոծը դադարում են, Սուրբ Աստվածածինն է երևում երկնքում։ Մեր հաշտության խորհրդանիշն է Սուրբ Աստվածածինը։ Ծիածան իրականում աղեղ է, ինչպես նետի աղեղը, եւ այդ աղեղը ուղղված է դեպի երկինք։ Դուք նայել եք ծիածանին, կարծես աղեղ ունի, որ ուղղված է դեպի երկինք։ Իսկ կոր մասը դեպի մեր կողմն է։ Նետը եւ մենք ինչպես ենք բռնում, այսպես ենք բռնում։ Ուրեմն մեր աղեղը Սուրբ Աստվածածինը կարծես մի նետ լինի, որ դեպի երկինք է ուղղված, իսկ նետերը մեր մոտ են, ինչ են, աղոթքներն են մեր խնդրանքներն են, մեր պաղատանքներն են, մեր աղաչանքներն են, բաց է երկինքը, նետն էլ աղեղով հանդերձ երկնքում է։ Եթե մենք ուզում ենք մեր հոգուց, մեր սրտից, մեր մտքից, մեր էությունից մեր խնդրանքները ուղարկենք երկինք, ապա Սուրբ Աստվածածնի ծիածանի աղեղով պետք է ուղարկենք։ Սուրբ Աստվածածինը մի աղեղ է, նետերն էլ մեր մոտ են, մեր աղոթքները պետք է դնենք Սուրբ Աստվածածնի աղեղի վրա եւ այդպես ուղարկենք երկինք։ Շատ ուժեղ է, հզոր է այս աղեղը եւ արագ հասցնում է մեր նետերը դեպի երկինք։ Ինչ էլ ուղարկենք, եթե անկեղծ սրտով է, մաքուր է, սուրբ է, ապա Սուրբ Աստվածածնի աղեղով արագ երկինք կհասնի։ Որտեղ որ արեգակ է, որտեղ որ տաք է, որտեղ որ փորձություններ չկան, որտեղ որ աշխարհային ուրախություններ ու խնջույքներ են, այնտեղ ծիածանը չի երևում։ Անպայման մի թեթև անձրև պետք է գա, հետո այդ անձրևը պետք է դադարի, որ ծիածանը երևա։ Ոչ էլ շատ անպամած ժամանակ է, երբ ամպերով մառախլապատ փակված է երկինքը։ Կրկին ծիածանը չի երևում, այլ երևում է թեթև անձրևից հետո, երբ արեգակն է ծագում։ Այդպես է, երբ որ մենք այս աշխարհային ցոփ ու շվայտության մեջ ենք, երբ խնջույքների ու մեղքերի գայթակղությունների մեջ ենք, ապա երկնակամարում ծիածանը մեզ համար չի երևում։ Բայց նաև չի երևում ծիածանը, երբ որ մենք ընկած ենք հոգսերի, մտահոգությունների, մտատանջությունների, տանջվում ենք, մեզ վրա մառախուղն ու մեգն է իջնում եւ չենք արտասվում, չենք մաքրվում, որպեսզի արեգակը ծագի։ Այս երկու պարագաներն են, երկու ծայրահեղություններն են, մեկ այս աշխարհին զբաղմունքները, հաճույքները եւ նաեւ ծանր հոգսերը, մտատանջությունները, երբ որ մենք չենք ապավինում Տիրոջը, Սուրբ Աստվածածինը ինչպես մեզ օգնի։ Ուրեմն մենք պետք է այս գեղեցիկ միջին ոսկին ընտրենք, թեթև արտասվենք, թույլ տանք, որ արեգակը ծագի, որտեվ երբ արեգակը ծագի, ծիածանը անմիջապես այնտեղ է։ Երկնակամարում է մեր ծիածանը Սուրբ Աստվածածինը, երկնքում է իր միածին որդու աջ կողմում է, բարեխոս է, Քրիստոս արդարության արեգակն է, իսկ Սուրբ Աստվածածինը ծիածանն է, որ միշտ երկնակամարում է եւ հաշտության խորհրդանիշն է։